Բարի լույս, Աշոտ Գրիգորիչ, լավ է, որ ձայնս լսեցիք։ Ես դեռ տանն եմ լսել քո ձայնը։ Հա, ուրեմն լուրը տեղ է հասել։ Այո, և եթե դա հաստատվի, մեկն ու մեկի գլուխը ուսերին չի մնա։ Գնանք։ Արա եկ այստեղ։ Ուրեմն նոր տեղամասը անպայման պետք է ստացել։ Գնա ասա թող բետոնը լցնեն։ Շուտ շուտ արա գնա։ Լավ, անպայման։ Բժշկուհի։ Բարի լույս բժշկուհի։ Գալիս անցնում եք թաքուն։ Բարև ձեզ ընկեր պետ։ Այսօր եք ճանապարհում։ Գյուղ, հիվանդի մոտ։ Էլի։ Երեկ էլ գնացիք, նախորդ օրն էլ, և տուն վերադարձաք լուսադեմին։ Իսկ դուք որտեղից գիտեք։ Ես չիմանամ, աչքերս փակ էլ ձեր տեղը կիմանամ։ Էլի։ Այո, էլի ու էլի կասեմ, որ ես ձեզ սիրում եմ։ Սիրում եմ։ Գևորգ, պետք չէ։ Դուք գիտեք, որ ես ձեզ հարգում եմ, է։ Այս ինչ եք այստեղ կառուցում։ Թողել եք էլեկտրահաղորդման գծի շինարարությունը։ Հարգում եք ուրեմն։ Դա էլ քիչ բան չէ։ Ասում եմ, ինչ եք կառուցում։ Ջրավազան լողի համար։ Բայց ջուր չի երևում։ Մի օր կերևա։ Մի նայեք այս լեռներին։ Բավական է մի տեղատարապ անձրև և հեղեղը մեր ողջ աշխատանքը գրողի ծոցը կտանի։ Շնորհակալություն։ Ընտրեմ։ Ուրեմն պետք է մի ելք գտնեն։ Այո, ամբարտակ ենք կառուցում։ Իսկ վտանգը իրոք մեծ է։ Ով գիտե։ Հույս ունեմ, որ ոչ ոք չի դուժի։ Բացի տեղամասի պետից։ Ես այդ չէի ուզել։ Ահա այստեղ կլինի ամբարտակը։ Ես հետո առանձին կգամ։ Ինչ բան եք։ Ինչու եք հավաքվել, չէ որ հրամայված է նախ գծի շինարարությունն ավարտել։ Հետո նոր մնացածը։ Բայց ինչպես կարելի է առանց մասն ապահովելու։ Դուք այստեղ չէիք և մենք որոշեցինք բանվորներից մի քանիսին զբաղեցնել ամբարտակի վրա։ Այդ ովքեր են մենքը։ Ես, վարպետ Մարգարը, բանվորները։ Դուք էլ նույն երգն եք երգում։ Դե ինչ եք պապանցվել։ Դուք պատասխանատու եք տեխնիկական անվտանգության համար։ Գիտեք ինչ, կարևորն այն է, որ լավամարդ երևակ պետերի աչքին, այդպես է, չէ։ Սա ով է։ Ես մոնտաժող բանվոր եմ, ընկեր Բալյան։ Հենարանների հիմքնամուր է, ջուրը ոչինչ չի կարող անել։ Գիտեք ինչ, Միքայելյանը ճիշտ է ասում։ Երբ նա բացատրեց մեզ, մենք հասկացանք, որ դա… Եթե չեմ սխալվում, դուք բժշկուհի եք։ Զբաղվեք ձեր հիվանդներով։ Կարգադրում եմ անմիջապես բոլոր ուժերը կենտրոնացնել գծի շինարարության վրա, պարզ է։ Այս ինչ է, անձրև է գալիս։ Չէ, ինչ եք ասում, Աշոտ Գրիգորիչ։ Գուցե իսկապես առաջին հերթին ամբարտակը կառուցենք։ Ինչ եք անհանգստանում, Աշոտ Գրիգորիչ։ Ասենք դա հետո էլ կարվի։ Կարևորը գիծն ավարտելն է։ Հա, իհարկե, կավարտենք, կզեկուցենք և ամեն ինչ իր տեղը կընկնի, Աշոտ Գրիգորիչ։ Այսօր դուք ոմանց ինչպես պետքն է տեղը դրիք։ Իհարկե, ամեն մեկին պետք է իր արժանի տեղը դնել։ Բարեկամներին նույնպես։ Դու ինչ է, տեղդ ես ուզում լայնացնել։ Դե կյանք է, պիտի առաջ գնանք, թե չէ։ Կարելի է։ Վարպետ Մարգար, եկաք։ Համեցեք, վարպետ, համեցեք։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Բարի երեկո, բարի երեկո։ Լավ մտածիր, Աշոտ ջան։
Լավ մտածիր։ Հրաժարվել ամբարտակից նշանակում է Վարպետ։ ռիսկի ենթարկվել։ Ես ռիսկի մարդ եմ։ Նշանակում է ռիսկի ենթարկել մարդկանց կյանք։ Մարդկանց վտանգ չի սվառնում։ Տեղացիներն ասում են, որ ջուրը քանի անգամ հեղեղել է ձորերը։ Հեղեղել է, հեքիաթ են ասում։ Իսկ ինձ պետք է ժամկետին հանձնել գիծը։ Միայն քեզ է պետք։ Բա մեզ պետք չի։ Վարպետ։ Մեր բանը հեշտ է։ Նա է գործի պատասխանատուն։ Հրաման է, մենք փոքր մարդիկ ենք։ Հա։ Դե որ այդպես է, փոքր մարդ։ Խնդրում եմ մի քանի րոպեով մեզ բենակ թողնես։ Խնդրեմ, վարպետ, խնդրեմ։ Շատ ես փոխվել Աշոտ ջան։ Բոլորովին ուրիշ մարդ ես դառել։ Ինչպես թե ուրիշ։ Անհոգի ես, կոպիտ, ինքնահավան, մարդկանց բարի տեղ չես դնում։ Ինչեր ես ասում, վարպետ։ Հանաքո չես անում։ Ես հանակ անելու ժամանակ չունեմ։ Այլսիր ինչ եմ ասում։ Ամեն մեկին որ լսես ուր կհասնի։ Ես իմ գլուխն ունեմ։ Ես էլ ունեմ։ Այն էլ ճրմակած։ Եթե պատերազմ չեր եղել, տղաս քո տարիքին կլիներ։ Թե որ նա էլ քեզպես լիներ։ Ես նրա հետ ուրիշ լեզվով կխոսեի։ Զուր խոսքեր են, վարպետ։ Արի կարճ կապենք։ Համալավ իմացիր, սա կարճ կապելու խոսք չի։ Աշոտ։ Հա։ Դեռ երկար պիտի դրանով զբաղվես։ Ինչ ասացիր։ Ձանձրանում եմ։ Եկ գոնե մի քիչ խոսենք։ Ներիր Նինա, գործով զբաղվեցի։ Այդ ինչ գործ է։ Ապա եկ այստեղ։ Եկ։ Նայիր։ Էլի քո լեռները։ Այո, լեռները, բայց այս անգամ Կովկասյան լեռնաշղթան։ Մի հզոր գիծ կանցնի վրայով եւ անդրկովկասյան էներգոսիստեմը կմիացնի կենտրոնական Ռուսաստանի հետ։ Դա աշխարհի ամենաբարձր լեռնային գիծը կլինի։ Շատ ավելի բարձր, քան այն, որ հիմա ես կառուցում եմ։ Այ իմ ուժերին վայել գործ։ Ինչ կասես, հա։ Դե էլ ինչ ասեմ, սիրելիս։ Գիտեմ, որ քո ձեռքից ամեն ինչ էլ կգա։ Այսով էսպես ուշ։ Միտես։ Կարելի է։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Արաքելյան, ինչ է պատահել։ Այսինչ օր ես։ Ամեն ինչ թողել, գլխապատար թռել եմ ձեզ մոտ։ Ինչու։ Էլի այդ Միքայելյանի պատճառով։ Ինչ է պատահել։ Վաղն առավոտից բանվորներին գծի շինարարությունից տեղափոխում են ամբարտակի վրա հակառակ դեր կարգադրության։ Դու մի դրանտ ես։ Այդ կապը կտրացին։ Բանվոր դասակարգի պահապան հրեշտակ է հայտնվել։ Նստիր, Նինա։ Ես նրան կհեռացնեմ աշխատանքից։ Այդ դեռ ոչինչ, գործը ռայկոմ են հասցրել։ Ռայկոմ։ Ինչու ռայկոմ։ Նրանք չգիտեն, որ ռայկոմի քարտուղարը ձեր մտերիմ ընկերն է։ Դու չես իմանում, թե վանունցը ինչ տեսակ մարդ է։ Եվ հետո անգերությունն էլ են չի։ Քննադատում է, թե մարդկանց հետ լավ չես վարվում։ Մի օր թող իմ փոխարեն աշխատի, նոր կիմանա։ Ես վաղ այդ Միքայելյանին կկանչեմ ինձ մոտ ու այնպիսի դաս կտամ, որ ամբողջ կյանքում չմոռանա։ Տղեր, ողեք աշխատանքը դուրս եկեք ձորից, շուտ։ Շուտ արեք։ Տղեր, շտաբեր, շուտ։
հետ եմ գալու։ Շուտ, իջեք թրեք, շուտ, իջեք թրեք, շուտ, դու ինչ ես մնացել։ Իսկ դու Ես հետ եմ գնալու, այնտեղ էլի մարդ է մնացել։ ես էլ կգամ։ Իջիր ասում եմ, իջիր շուտ, թռի։ Այո, մարդը զոհվեց, կորավ, բայց ես ինչ մեղք ունեմ, ես ենթակա անձ եմ, արել եմ այն, ինչ որ ինձ հրամայել է գլխավոր ինժեները, դուք լավ գիտեք նրան, առարկություն տանել չի կարող։ Խոսանք շիտակ ու ազնվոր են, ինչպես վայել է իսկական կոմունիստին։ Որպեսին երբեք չես եղել։ Խնդրում եմ ինձ չխանգարել։ Թանկիստ ընկերներ, Քեզ վաղուց պիտի հեռացնեին պարտիայից։ վարպետ Մարգար, ես ձեզ ձայն կտամ։ Ներով։ Շարունակեցեք։ Ինձ մոլորեցրել են։ Դու մոլորվողը չես։ Ես մեղավոր չեմ։ Ես կատարել եմ Բալյանի կամքը, այսքան։ Կարելի է։ Ընտրեմ։ Ամեն ինչում մեղավորը ես եմ։ Միայն ես։ Կարելի է։ Շուտ ես հանձնվում, Բալյան։ Արաքելյան, ես համաձայն եմ պարտ կազմակերպության որոշման հետ։ Ձեզ պետք է վտարել պարտիայից ոչ միայն ձեր արարքների համար, այլև նրա համար, որ դուք կեղծավոր եք, անազնիվ։ Իսկ հիմա Բալյանի մասին։ Այստեղ ճիշտ ասվեց, որ Բալյանը մեծ մեղք է գործել։ Բայց այնպես նրա արածը պետք է դիտել իբրև մի սխալ, ողբերգական սխալ։ Ես առաջարկում եմ խիստ նկատողություն, վերջին նախազգուշացումով։ Թույլ տվեք։ Գևորգ Միքայելյանը զոհվեց բանվորներին փրկելիս։ Բայց նրան հեղեղը չսպանեց, ոչ։ Այ, սրանք սպանեց, սրանք։ Ես երաշխավորել եմ Բալյանին պարտիայի մեջ ընդունվելու։ Բայց մտքովս կանցներ, որ մի օր ձեռք պիտի բարձրացնեմ նրան պարտիայից հեռացնելու համար։ Բալյանը այդ պատիժը պիտի ստանա։ Դուք երկուստ էլ ոտնահարել եք մեր պարտիայի սրբազան խորհուրդը։ Հոգատարություն դեպի մարդը։ Ուրեմն դուք էլ ձեզ դուրս եք բերել նրա շարքերից։ Վտարել պարտիայից այն էլ մտերիմ ընկերոջդ։ Ինչ պատահեց նրա հետ։ Մի ժամանակ նա այնպես մարդամոտ էր, սրտաբաց։ Հաջողությունը հարբեցրեց նրան, մեծամտածրեց։ Իսկ մենք նրա մտերիմները ուզում էինք կշտան բանկով խելքի բերել, փոխանակ շիկացած երկաթով դաղելու։ Ափսոս։ Այո։ Մարդը չկրահեց ամենից գլխավորը։ Ղեկավար ես։ Ապրի ժողովրդի կյանքով չես կարող։ Հեռացիր։ Հա,
Լավատ վերջացրեց։ Ինչ։ Վերջացրեց ասում ես։ Բայց նա պիտանի շնորհքով մարդ է։ Ես հասկանում եմ քո վիճակը, Աշոտ։ Ես էլ եմ խղճում Միքայելյանին։ Բայց նա կույր պատահականության զոհ է։ Դու պետք է բողոքես, անպայման, առանց ուշացնելու։ Վանունցը ստիպված էր այդպես վարվել։ Բոլորն էլ գիտեն, որ դուք մտերիմներ եք։ Դե մի խոսք ասա, Աշոտ։ Տիգրան, ներս եկ։ Ես գիտեի, որ ընկերոջդ չես մոռանա։ Բարի երեկո, Աշոտ։ Նստիր։ Խելքի բեր ընկերոջը, Տիգրան։ Չէ՞ որ նրա աշխատանքը պատերազմի պես բան է։ Իսկ պատերազմում ամեն ինչ պատահում է։ Մի զինվորի զոհվելու համար գեներալին դատում են ինչ է։ Դատում են, Նինա, դատում։ Եվ այն էլ ինչպես։ Եթե այդ գեներալը իր զինվորներին էլ հեռադիտակով է նայում։ Ինչ։ Հեռադիտակով։ Ֆուհ։ Նինա, Այո։ Այդպես։ Լավ, Աշոտ։ Խոսենք մի ուրիշ անգամ։ Ստեսյուն, Նինա։ Վաղը աշխատանքից հետո դիմացի այգում։ լավ, կսպասեմ։ Նրան մի լսիր, Աշոտ։ Նա քո ընկերը չի։ Ինչեր ես խոսում, Նինա։ Ես մարդ եմ սպանել։ Համեցեք երիտասարդ։ Ամեն մարդ պիտի իմանա իր գշիրը։ Ես այլևս կշիռ չունեմ, հայրիկ։ Բան ասացիք դուք էլ։ Հողը մարդուն գշիր է դալիս, դեռ նյուդոնն է ասել։ Համեցեք, համեցեք։ Համեցեք, համեցեք, համեցեք։ Եկեք։ Դե եթե նյուտոնն է ասել։ 73-500։ Երևի ներն եք, Կշերքից իմացաք։ Ընտանեկան անամացայնություններ։ Գլխի չընկաք։ Երեխաների աղմուկից հանգիստ չունեք։ Ես երեխա չունեմ։ Դու ճիշտ եմ գրավում էլի։ Տանդ կարգ ու կանոն չկա։ Իսկ ես 6 թորնիկ ունեմ, մի այդքան էլ դեռ ճանապարհին են։ Ահա նմուշները դես շինարարներ են։ Ամեն մարդ պիտի իմանա իր գշիրը, համեցեք։ Ներիր մի քիչ ուշացա։ Հա, Տիգրան։
Երանի ամեն ինչ նորից սկսեի։ Ով է քեզ խանգարում։ Տեսնես։ Ոտքի ելա։ Տիգրան, մի կարծիր, որ ես քեզ չեմ հասկանում, բայց ուրիշ ելք չունեմ։ Ամաչում եմ մարդկանց աչքերին նայել։ Ինչ պետք է անեմ, որտեղ պետք է աշխատեմ։ Ցանկություն լինի, աշխատանք կա ու կա։ Ինչ աշխատանք, որտեղ։ Այ հենց այնտեղ, որտեղ աշխատում էր Միքայելյանը։ Ծաղրում ես ինչ է։ Եվ դեռ ասում ես ընկեր ես։ Հենց որպես ընկեր էլ քեզ խորհուրդ եմ տալիս։ Այնտեղ է, որ կարող ես ամեն ինչ նորից սկսել։ Դա հնարավոր չի։ Միշտ ապիր։ Մտածելու ժամանակ կունենաս։ Աշոտ, հերիք է քեզ մաշես, շուտով լույսը կբացվի, գոնե մի քիչ հանգստանայիր։ Քուն չի գալիս աչքերիս, Նինա։ Ինչ անեմ։ Գնամ, չգնամ։ Խելագարվել ես ինչ է։ Ինչ գնալ։ Աշոտ, թանկագինս, գոնե ինձ խնայիր։ Ախր ես սիրում եմ քեզ։ Շատ եմ սիրում քեզ։ Առանց քեզ չեմ կարող։ Գիտեմ, Նինա։ Դե ուրեմն լսիր ինձ։ Խոսիր, Նինա։ Դու ուժեղ կամքի տեր մարդ ես։ Դու ամեն ինչ ես ինձ համար։ Եվ ինչ։ Չէ՞ որ ես քեզ համար նոր աշխատանք եմ գտել, ուր ոչ լեռներ մագլցել կա, ոչ հեղեղներից սարսափել։ Ոչ գիրք կա, ոչ վտանգ։ Ինձ այդպիսի աշխատանք հարկավոր չէ։ Բայց դու պետք է վերականգնվես։ Դու պետք է բողոքես։ Դու պետք է պայքարես քո պատվի համար։ Դու իրավացի ես, Նինա։ Ես պետք է պայքարեմ իմ պատվի համար։ Շին մաս է գնում, կտանեք։ Նստեցեք։ Կանգնեցեք, ես պետք է իջնեմ, ես պետք է իջնեմ։ Կանգնիր։ Գնա։ Գնա, ասում եմ։
ջան։ Չեմ ասի։ Լուսիկ ջան, տղա է թե աղջիկ է։ Չեմ Դե լավ էլի Լուսիկ ջան։ Մինչև չպարես չեմ ասի։ Դե լավ էլի Լուսիկ ջան, տղա է թե աղջիկ է։ Պարես։ Հա, ես էլ պարեցի։ Ես։ Հայ։ Տղա է, չի կարող պատահել։ Նորից ստուգիր, ստուգիր։ Ստուգել եմ, կասկած չկա, տղա է, տղա։ Տղա է։ Հայ չեմ ասել։ Գնանք։ Բաշունս մեծ չլիներ, Ինչի։ կսիտայի դրավրեն գզեր է։ Լավ արի է, արի գործ չունես, արի։ Գնա։ Բարև ձեզ։ Բարև։ Վարպետ Մարկար։ Այնտեղ է ձեր վրանը։ Գնացեք հանգստացեք, գործի մասին հետո կխոսենք։ Կարող է պատահել։ Լավ։ Այս տարի էլ Օլիմպիադայում պետք է մրցանակ շահես, Կարուզո։ Երկում պարապում եմ, տեսնեմ ինչ կլինի, կարող է պատահել։ Լավ, եկավ։ Բարև ձեզ։ Ինչու չեք ամրացնում լարը։ Մենք փորձեցինք, բան դուրս չեկավ։ Միգուցե դուք մեզ ցույց կտայիք, հա։
Բալյանին հանգիստ թողեք։ Այ դուք ինչու եք ուզում վերականգնվել պարտիայի մեջ։ Չեմ ուզում ամբողջ կյանքումս կրել այդ արատը։ Ուրեմն պետք է մաքրել այդ արատը։ Իմ նպատակն էլ հենց այդ է։ Միայն բողոքելով վերադաս սորգաններին։ Համաձայն կանոնադրության։ Կանոնադրությունը դուք լավ եք սերտել, բայց նրա ոգին չեք ըմբռնել։ Առաջին անգամ չէ, որ լսում եմ այդ հենց այստեղ։ Օգուտն ինչ։ Նախ արժանի եղեք ազնիվ մարդ կոչվելու։ Հետո արդեն կմտածեք պարտիական տոմսի մասին։ Իդեպ ինչու չեք աշխատում։ Բալյանի հետ կողք կողքի։ Թեկուզ եւ այդպես։ Բայց նա այնտեղից կփախչի։ Այ կտեսնեք։ Դուք այդպես եք կարծում։ Այո։ Այս լանջերի այս շկնախ վայրում արևն է քո աչերի իմ հոգին այրում ծաղկանց մեջ գույն ասգույն քո շունչն եմ ես ազգում քեզ նով եմ ես ապրում Ես դերն եմ հովաչել, իմ սերն է ծովացել, երկնի պես հորաչել, ամհորաչել Նորից եկտում են մենակ այս ճամփով անցիկ Ուրիշ սեր չեմ կամենա քո սիրուց բացի աղբյուրն է կարկաչում զեփյուրն է քեզ կանչում իզուր ես ինձ տանջում չակնախ լանջում ես դերն եմ հովաչել իմ սերն է ծովացել երկնի պես հորաչել Բենո։ Ուր գնաց Բենոն։ Չգիտեմ ուր կորավ։ Այ քեզ գիր, ինձ կանչեց ու ինքը փախա։ Այդամի պես թրջում ես օրիորդ։ Ինչքան չլինի վարպետ Մարգարի աղջիկն է։ Այդպիսի հոր համար դեռ մի բան էլ պակաս է։ Հերիք չի այդպես նայեց։ Չէ, ինչ ես ասում։ Ես վաղուց եմ սպասում այսօրվա։ Գուցե դեռ օրորոցից։ Այ նորից երբ սկսեցի սիրել իսկական ծաղիկներ։ Ո՞ր ես դարձել ինչպես տեսնում եմ։ Ինչ արած։ Դարդը շատ է։ Չեմ սիրում նրան։ Բայց նա իսկական տղամարդ է։ Դու դեռ հիանում ես նրանով։ Դուրից այստեղ գալ ամեն մարդ չէր կարող։ Դու դեռ պիտի սովորես մարդկանց ճանաչել եւ ոչ թե ծաղիկներին։ Զվարճություններ ես սարքել։
որ այդ կլարնետը չփչած չի լինի։ Ինչու։ Վարպեջան գործիքը տուր։ Ինչ լավ է տղերք ջան, ահագին գործ արեցիք, բայց կհասցնենք, չէ տղերք ջան, հա? Հասցնենք վարպետ, կհասցնենք։ Իմ յարը պստիճի ժազանեմ գետին կվժա։ Դե ջենետ կդրի, լոպաս, շում պարացող։ Չէ, սանից պարավոր գործ չկա։ Ոնց որ աշխարհը ափիտ մերթին է, հա վարպետ։ Հա։ Ճիշտ է, փառավոր գործ է վարպետ ջան։ Մենակ այդ բալյանի նման պետք չլինի գլխներիս։ Դու սուսկաց, ինչ էլ որ լինա քո պետն է, այս մեկական ջիտող արա։ Հիմա ուրիշ տեսակ եք խոսում վարպետ, գլուխ չեմ հանում։ Հետո գլխի կմնես որդիս։ Ժամանակին նրանել եք որդիս կոչել։ Դե ինչ արած, աշխարհ է, ամեն բան էլ կպատահի։ Հետո ես գիծը հոդրա հորտուրը չենք տանելու։ Վարպետ Մարկար։ Վարպետ Մարկար։ Վարպետ Մարկար։ Շուտ օգնիր։ Վարպետ Մարկար, հայաստեղ դուր ձեռքդ։ Զգուշ վարպետ Մարկար։ Ամոբրամոտ բրզիչ։ Տղերք, զգուշությամբ իջեցրեք։ Զգուշությամբ, կանչեք բժշկուհուն։ Տղերք, Զգուշ։ հանգիստ իջեք։ Հանգիստ իջեք։ Ձերքը վարպետ Մարկար։ վերնեք։ Այդպես։ Բարգացրեք այստեղ։ Այդպես։ Զգուշ։ Ահա։ Սպասեք գոտին էլ քանդենք։ Այդպես։ Եկավ արդեն։ Հայրիկ, ինչ է պատահել։ Սպասեցեք, սպասեցեք։ Թողեք մի տեսնեմ։ Այնտեղ վերևում աշխատում ենք եւ հանկարծ գլուխը պտույտ եկավ։ Բժիշկը հասկանում եք։ Ոչինչ։ Թողեք։ Դե ինչ եք իրար անցել, ես իզ լավ եմ զգում, մի անհանգստացեք, դե անցեք աշխատանքի։ Աշխատանքն արդեն վերջացել է։ Ինչ։ Վարպետ Մարկար, ձեզ այլևս վերևում աշխատել չի կարելի։ Ինչ։ Դա լինելու բան չի։ Ես իմ գործը չեմ թողնի։ Գործը հետո էլ կարվի։ Դուք ձեզ հետևեք։ Վարպետ Մարկար, ամենից թանկը դա… Ուզում եք ասել, որ ամենից թանկը ձեզ համար մարդկային կյանքն է։ Դե իհարկե, ինչպես հոգադար չլնել։ Սրանից էլ հարմարավիտ։ Աշոտ Գրիգորիչ, ես ուզում եի ձեզ ասել, որ դուք հեռանաք այստեղից։ Ինչու եք տանջում ձեզ էլ, ուրիշներին էլ։ Չեք տեսնում ինչ է, ձեզ այստեղ ոչ ոք չի սիրում, չի հարգում։ Ոչ ոք։ Դուք ամուսնված եք։ Այստեղ երբեք ձեզ չեն ների, հեռացեք։
Գրիգորիչ։ Աշոտ Գրիգորիչ։ Հա, Նա ոչ մի տեղ չկա։ ինչ է պատահել։ Թողել գնացել։ Ո՞վ։ Բալանը։ Բալյանը։ Ես նրան ասացի, որ նրան այստեղ ոչ ոք չի սիրում։ Հիմա վախենում եմ։ Ինչի՞ ես վախենում։ Նա իրեն բոլորովին կորցրել էր։ Վախենում եմ մի բան չպատահի։ Միամիտ բաներ ես ասում։ Դու նրան չես ճանաչում։ Դե գնա հանգիստ քնիր։ Ոչինչ չի։ Գնա։ Գնա, գնա։ Գնա, գնա։ Չդիմացավ ուրեմն։ Փախավ։ Ես էլ ասի տղամարդ է։ Տիգրան, էլ չեմ դիմանա։ Խմիր, խմիր։ Այս դեպքում չի խանգարի, խմիր։ Տիգրան, ախր ինչու ինձ այնտեղ ուղարկեցիր։ Լսիր Աշոտ։ Իհարկե դու կարող էիր ուրիշ տեղ էլ աշխատել։ Բայց ես քո լավն էի ուզում, ահա թե ինչու։ Լավն էի ուզում։ Իսկ նրանք չեն ուզում։ Լսիր, դու պետք է գտնես քո բարեկամներին, որոնց կորցրել ես։ Հեշտ է ասել։ Հեշտ։ Միգուցե դու կուզենայիր Առաքելյանի ճանապարհով գնալ։ Վարպետ, նա այստեղ է։ Քաշեք։ Բալանն այստեղ է, ես նրան տեսա։ Հա։ Բայց ես քեզ ինչ էի ասում։ Բարի լույս ձեզ։ Բարի լույս։ Հեյ, բրիգադիրա։ Բարապ նստած ենք, է։ Ուշ կտվրա դե թե չէ։ Տվեք մեզ հնարաններ եւ մենք աշխարհը շուր կտանք։ Այդ է նորացին Արմենակ Գրիգորիչը տեսների հորը։ Հենարանները չեն ասցնում, ընկեր Արքիմեդ։ Տեսնում ես գործ ենք անում, զուռնա չենք փչում։ Լավ ընկերեք, եկեք օգնեք։ Մտքովդ էդ ինչ է անցնում։ Մենք մոնտաժողներս գանք ձեզ հետ հող փորե։ Մենք բազեներ ենք։ Բազեներ։ Ապա, բազեներ, անցնենք գործի։ Եկեք։ Եկեք։ Նա կողի։ Գնա։ Չեմ գա։ Գնա, ցին։ Спасибо. Ташир. Ага. Ասացիր եկա, ինչ ես ուզում։ Կամաց խոսիր։
Նինա իր երկինք 27 րոպե արբանյակը կանցնի։ Ինչ է ուզում ես պոչիտը բռնել, հոլուսին թրջելու միտք չունես։ Դրա ժամանակն էլ կգա։ Լուսնի վրա կյանք չկա, ոնց պիտի ապրես այնտեղ։ Մարդ որ լինի, կյանք էլ կլինի։ Լուսնի վրա էլ, Մարսի վրա էլ, մարդ ինչեր ասես, որ չի կարող անել։ Միայն թե մտքում դնի, միայն թե կամքի ուժ ունենա։ Ոնց որ քո բալանը, չէ։ Ինչ կա, նա հո անճարներից չի։ Լավ, ձեզանով հենալու համար չեմ եկել այստեղ։ Լուսի, Լուսի։ Ես վաղուց էի ուզում քեզ տեսնել։ Կարևոր բան ունեմ ասելու։ Նստիր, ընտրեմ։ Նինա, ես ուզում եմ խոսել Աշոտի մասին։ Երկու պաղպաղակ։ Ես կարծում էի դու վաղուց արդեն մեկնել ես Աշոտի մոտ լեռները, նրա աշխատանքի վայրը։ Ինչպես կարող էի մեկնել, երբ այստեղ անհետաձգելի գործեր ունեմ։ Բայց Նինա, մեկնել անհրաժեշտ է։ Բարոյապես օգնել նրան, մարդը մնացել է մենակ։ Ես էլ մենակ եմ, ես եմ մարդը։ Բայց անհրաժեշտ է գնալ։ Գոնե մեկ շաբաթով։ Խնդրում եմ։ Նինա, Նինա, հարազատս։ Գիտես, նրա կինը եկել է։ Ում կինը։ Պետի կինը։ Շատ լավիկն է։ Կրունկներն են բարակ։ Պետի։ Տեսքից ընկել ես, գունատվել։ Դե ինչ արած։ Շունչ քաշելու ժամանակ չկա։ Աշոտ, սիրելիս, մի հասկացրու ինձ, ինչն է քեզ կապում այստեղի հետ։ Բայց մենք միշտ միևնույն տեղում կանգնած չենք, շարունակ առաջ ենք գնում։ Ռոմանտիկ։ Գուցե, բայց ես այդ ռոմանտիկայից էլ սկսել եմ։ Իսկ ինչու դրանով վերջացնել։ Նինա, այստեղ հիանալի մարդիկ են։ Եվ դու այդպես խոսում ես մարդկանց մասին, որոնք քեզ հասցրին այս վիճակին։ Վերջ տանք այս խոսակցությանը, Նինա։ Եվ միթե դու այդպես էլ չհասկացար, թե ինչ անցավ իմ գլխով։ Հասկացել եմ, բայց ես կյանքին ավելի զգոն եմ նայում։ Դե ուրեմն այն էլ հասկացիր, թե ինչ իմաստ ունի այստեղ իմ աշխատանքը։ Իմաստ։ Քեզ միայն շեպսակն է պակասում, սիրելիս։ Ասենք վանոնցն արդեն հյուսած կլինի քեզ համար։ Նինա։ Դու այդպես չպետք է խոսես։ Ինչու ես ձայնդ բարձրացնում։ Ինչ պատահեց։ Ես կարծում էի դու եկել ես կմնաս եւ ամեն ինչ կարգի կընկնի։ Ոչ, չեմ կարող։ Աշոտ, սիրելիս, հեռանանք այստեղից, գնանք։ Դրա մասին ոչ մի խոսք։ Ինչպես կամենաս։ Դու եկել ես այդ ասելու։ Դուրս է գալիս, որ իմ գլխով անցածը քեզ բոլորովին չի վերաբերում։ Այդպես կարող էր վարվել միայն օտար մարդը։ Ուրեմն դու օտար ես, որ այդպես ես վարվում։ Ինչ։ Օտար։ Օտար եմ, հա։ Լավ։ Մնաս բարում։ Նինա, սպասիր, Նինա, սպասիր, ասում եմ, Նինա։ Թող ինձ, այլևս ոչ մի խոսք։ Դու անխիղճ մարդ ես։ Լավ, բայց ուր ես գնում այս կես գիշերին։ Ես պետք է մեկնեմ, հենց հիմա։ Գայնա Ռուբենովնա, խնդրում եմ ապաստան տալ կնոջս։ Ինձ մոտ... Խնդրեմ։
Բարև ձեզ։ Գնանք։ Հասկացեք Գայանը։ Նա միշտ իմ աչքում ուժեղ եւ հպարտ մարդ է եղել։ Դրա համար էլ ես նրան սիրել եմ։ Իսկ Հիմա թույլ անկամ է դարձել։ Կամ գուցե միշտ այդպեսին եղել, գուցե ես եմ սխալվել հիմարս։ Ոչ, նա ուժեղ մարդ է, հավատացեք։ Ես որ ասում եմ, ուրեմն այդպես է։ Իսկ ինչու հատկապես դուք։ Դուք արդեն հասցրիք ինձանից լավ ճանաչել ամուսնուս։ Ես ատելով եմ սկսել նրան ճանաչել։ Ատելով։ Հասկանում եմ։ Կարծեմ Գևորգը մոտ էր ձեր սրտին։ Կարծեմ դուք ոչ միայն իմ, այլև բոլորի։ Այո, դա ճիշտ է։ Ես էլ էի հարվում նրան։ Լսում եք Գայանը։ Քնեց։ Նինա, ինձ համար դժվար կլինի առանց քեզ։ Մի գնա խնդրում եմ։ Մնա։ Ոչ։ Ես ամբողջ գիշեր մտածել եմ։ Չեմ կարող։ Եվ վերջապես ես քաղաքում գործ ունեմ։ Կարգադրիր թող մեքենա տան։ Ինչ եք ուզում, վարպետ։ Գլխիցը ձեռք չես քաշել, մարդ Աստծո։ Վարպետ, դուք այդ ինձ եք ասում։ Ես այդ կասեի ամեն մեկին, ով իր կյանքը անտեղի վտանգի ենթարկի։ Վարպետ, խիստ եք վարվում նրա հետ։ Ինչ ասացիր։ Հա? Չէ, դուք եք լավ վարվում։ Ուրախանում եք, երգում, մարդը մոտենում է, թե չէ, ձայներդ կտրում եք։ Կարելի է։ Իհարկե կարելի է։ Խնդրեմ։ Եկ։ Ինչ է պատահել։ Ոչինչ։ Հենց այնպես անցնում էի, որոշեցի մտնել։ Առաջ եք արա, առաջ եք, ինչ ես կանգնել։ Այ, մեր շարժիչն էլ գործի ընկավ։ Նստիր։ Ընկեր Աշոտ։ Ասա, մի քաշվիր, ասա։ Պատահել է, որ դուք երբևէ երազ եք մի բանի մասին։ Եվ այնպես, որ այլևս դեր աչքին ուրիշ ոչինչ չերևա։ Այո, պատահել է։ Այ ես էլ հիմա մտածում եմ, թե ինչպես անենք, որ արագացնենք մեր աշխատանքը։ Եվ ինչ, հնարը գտել ես։ Այո։ Մատիդ կարելի է։ Այ, սեղանի վրայից վերցրու։
Իհարկե, ռիսկով գործ է։ Կարելի է։ Կարելի է։ Ահա այստեղ խորը կիրճն է, ճիշտ է։ Այստեղով անցնում է նոր ճանապարհը, իսկ այստեղ գործարանն է։ Այդ կիրճը ինձ ծանոթ է։ Ապա մի գծագիրը բեր։ Ուրեմն, դուք եք մտածել այս մասին։ Այո։ Ավելի լավ։ Գուցե գնանք մեկ էլ նայենք։ Գնանք։ Եթե գիծը անդունդի վրայով անցկացնենք, մի 10 օր կշահենք։ Ոչ։ 3 շաբաթից ավելի։ Ուրեմն այդել եք հաշվել։ Այս զորի վրայով կանցկացնենք գիծը։ Բայց վտանգավոր է։ Մի տես ինչ անդունդ է։ Ինչ կա։ Մենք էլ կթրջենք անդունդի վրայով։ Շինարարությունն առաջ է գնում նախագծով։ Ինչու ռիսկի դիմել։ Ինչու այդպես կծկվեցիք։ Ինչ որ վատ եմ զգում։ Դու ինձ չես ճանաչում։ Ինչպես է։ Ես եմ Գևորգ։ Ես Ծանր է։ Հեյ դու, մի գլուխը մակլայ, տեսար ինչ փորձանք բերիր խեղճ մարդու գլխին։ Քիչ ուզեք։ Գայանե, ես զարանցում էի։ Ոչ։ Գայանե, ես չգիտեմ ինչով պիտի վարձահատույց լինեմ ձեզ։ Առողջանալու։ Կարելի է։ Ոչ, չի կարելի։ Ինձ միայն մի րոպեով բան ունեմ ասելու։ Խնդրեմ թույլ տվեք։ Բարև ձեզ։ Բարև։ Ասա ինչու ես եկել։ Լսեցի հիվանդացել եք։ Ասացի մի գնամ տեսնեմ ինչպես է մեր Աշոտ Գրիգորիչը։ Ինչպես եք, հա? Ինչպես եք։ Փորացավդ ինչ է, ասա տեսնեմ։ Վատ են գործեր Աշոտ Գրիգորիչ։ Չեն վերականգնում։ Ասում եմ Բալյանն աշխատում է, իսկ դուք միայն բողոքում եք։ Այ, եթե մենք միասին գործեինք։ Ես գրեցի ձեզ։ Իսկ դուք չպատասխանեցիք, նույնիսկ բանի տեղ չդրեցիք։ Պիտի օգնեք ինձ Աշոտ Գրիգորիչ։ Քաղաքում մի լավ պաշտոն կա։ Այ եթե
Նինա Սումբատովնան զանգարի։ Ամեն ինչ տեղը կգնի։ Մի երկու տող գրեցեք ընտրում եմ։ Ես գրեմ։ Այո, իհարկե, հիմա մենք պետք է մեջքի տանք։ Ովքեր են այդ մենքը։ Դե մենք, ամբարձականներս, թե չէ նրանք մեզ բոլորովին կուլ կտան։ Իսկ նրանք ովքեր են։ Դե նրանք բոլոր այդ կազմակերպությունները, ռայկոմները։ Ախ, դու սրիկա, ահա թե ով ես դու։ Քեզ վաղուց պետք է պարտիայից դուրս շպրտեին։ Հեռացիր այստեղից։ Հեռացիր ասում եմ։ Դուրս գնա։ Գնա ասում եմ այլևս չրվասաչ։ Ինչ է պատահել։ Ոչինչ Գայանե։ Կարծես ես բոլորովին ապաքինվում եմ։ Շտաբեք տղեր, շտաբեք։ Դե շուտ տղեր, վերջացրեք, որ բարձրացնենք։ Հիմա վերջացնում ենք։ Տղեր, քերացեք։ Ինչ ես անում այդ տղա։ Այդ տղա ինչ ես անում։ Խելքդ գլխիկը հենարանը քիչ էր մնացել գցեիր մարդկանց գլխների։ Տեխնիկայի տանկագետ։ Ոչինչ, դատ միան։ Արբանյակը մինչև նորից երևա, ամեն ինչ կարգի կդրեք։ Ինչ Արբանյակ։ Որի նախնի մոտ սպասում էիք։ Կազմողիչ կառուցողները դժվարին լեռնային պայմաններում գերակատարում են իրենց առաջադրանքները, մեր ռեսպուբլիկայի քաղաքներին հասցնելով էժան բարելանյութ և քիմիական արդյունաբերության արդյունքավոր հումք։ Լուսակերտի քիմիական կոմբինատի կառուցողները ժամկետից շուտ ավարտում են իրենց աշխատանքները։ Շուտով մեր ռեսպուբլիկան կստանա նոր խոշոր ձեռնարկություն։ 7 նամակի նախագծումներից մեկը ևս կհասնի։ Կոմբինատը կհասնի շահագործման, բարձր լարման էլեկտրահաղորդման գիծը կոմբինատին հասցնելու պես։ Կոմբինատը ժամկետի շուտ են հանձնում։ Ինչպես։ Դե լսեք էլի, լսեք։ Հետաքրքիր է, իսկ մենք Գրիգոր։ Ուրեմն մենք պիտի հոսանք ուշացնենք։ Նրանք էլ մեզպես պատվով տղաներ են։ Նրանց գործը ոչ ենք խափանելու։ Ընկեր Բայան, ուրեմն դուրս է գալիս, որ գիծը շուտ հասնելու համար պետք է անցկացնենք մութ կիրճի վրայով։ Արան ճիշտ է ասում, միակ ելքը դա է։ Հենց այդպես էլ կանենք։ Այ ինչ եմ ասել։ Լավ մտածեք։ Դա կապված է ռիսկի հետ։ Այո, բայց այս անգամ ռիսկը տեղին է։ Իսկ ինչ կասի տեղամասի պետը։ Ամեն ինչ հաշված է։ Դա ուրեմն գործի անցեք։ Գրանք։ Ընկեր Բալյան։ Ու դեռ չեր ուզում այստեղ գալ։ Համատ է խորամանքն է մեր քարտուղարը, հա։ Վերջը համոզեց։ Մարդը մնացել էր անդունդի եզրին։ Էլի մի քիչ և խորտակվելու էր։
Հասկանում ես, Վարպետ։ Ես քո միտքը վաղուց եմ հասկացել։ Արա, եկ այստեղ։ Ձեզ ինչ պատահեց, Վարպետ։ Ոչինչ, որդիս, ոչինչ։ Ափսոս, որ ծերացա։ Բայց կյանքս անտեղի չանցավ։ Այ, տեսնում ես։ Հիմա եկել եմ բրիգադս քեզ հանձնելու։ Եվ հանգիստ եմ ես, որ վստահելի ձեռքերով կլինի այն։ Չէ՞։ Ձեզ ամոթով չենք թողնի, Վարպետ։ Ապրես, շատ ապրես, ապրես։ Գայան է։ Ոչինչ։ Բարև ջանիկս։ Բարև։ Չէի կասի բալանի ձև։ Այս արահետով գնացեք, կհասնեք կիրճը։ Նա այնտեղ աշխատում է։ Շնորհակալություն։ Իսկ չէի կասի նա հիմա ինչպես է։ Արդեն առողջացել է։ Ես այդ չեմ հարցնում։ Ուրիշ բանից տեղյակ չեմ։ Աշոտ։ Այ հիմա տեսքդ լավ է։ Իսկ իմ տեսքը ինչպես է, հա? Կարծես թե վատ չէ, չէ՞։ Դե, նստիր։ Պատմիր ինչպես ես։ Աշոտ, սիրելիս, ներիր, որ չկարողացա գալ։ Ես այնքան զբաղված էի, այնքան զբաղված։ Զբաղված։ Ես շատ եմ մտածել, Նինա։ Աշոտ, սիրելիս, դու այնքան իրավացիր։ Ժամանակին ես այդ խոսքի համար ամեն ինչ կտայի։ Իսկ հիմա։ Հիմա արդեն ուշ է։ Ինչ ես ուզում ասել։ Միթե պարզ չէ։ Սպասիր։ Ուզում ես ասել, որ ես իսկապես օտար եմ քեզ համար, հա։ Դե ինչու ես լռել, պատասխանիր։ Օտար եմ, հա։ Նինա, դու լավ գիտես, որ ես ոչ կեղծել կարող եմ, ոչ ձևացնել։ Բարև ձեզ։ Բարև։ Աշոտ Գրիգորիչ։ Ինչ կա։ Ես մի բան եմ ուզում ասել։ Ինչ է պատահել Գայան։ Ինչու եք հուզված։ Աշոտ Գրիգորիչ, ես ուզում եի ասել, որ դուք ներեք նրան։ Ձեր կնոջը։ Նա եկել էր ինձ մոտ։ Գուցե դա իմ գործը չէ, բայց ես խնդրում եմ, շատ եմ խնդրում։ Ձեզ ինչպես բացատրեմ, որ հասկանաք ինձ։ Ներել կարող եմ, բայց հաշտվել անհնար է։ Դուք, նույնիսկ դուք կարողացաք ավելի մարդկային վերաբերմունք ունենալ։ Ես կարողացա ճանաչել ձեզ և հարգել։ Հարգել։ Ինչ կա որ։ Դա էլ քիչ չէ։
Դենե։ Ճաշը բերիր։ Բերի։ Տես Գայանե։ Տես ինչ են անում։ Իսկ առաջ լարը ձեռքերով էին տանում։ Բալյանն է։ Նա ասում էր, եթե լարը քսվեց ժայռերին, կվնասվի եւ կամ պետք անեն։ Спаси, Ара! Спаси! Նա կփրկի։ Պահիր քեզ։ Գնա։ Կաց որդիս, ինդ կաց։ Ու հանգիստ մնա վարպետ ջան։ Վարպետ Մարկար, թոք։ Բռնես։ Արա։ Արի։ Արա։ Արի քեզ։ Վարպետ Մարկար։ Եկորի։ Ամպիտա։ Լուսի։ Արա։ Ինչպես վախեցրիր բոլորիս։ Վարպետ Մարկար։ Վարպետ, դու ինձ որդիս ասացիր։ Դու իսկական մարդ դուրս եկար Աշոտ։ Այո, որդիս։
Այդպիսին էի, որ ես քեզ երաշխավորեցի։